Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդումն է եւ այսօր մենք կպատրաստենք մի հետաքրքիր ուտեստ։ Հիմա մեր ճագարը մենք առաջինը ինչ կանենք, վերցնում ենք ճագարի ոտքերից, գիտեք, որ կենդանիների դեպքում մենք սովորաբար ասում ենք սրանք ոտքեր են, բայց այս դեպքում հետևի ոտքերը կոչվում են ազդրեր խոհարության մեջ, առջևի ոտքերի մասը կոչվում են թիակներ։ Քանի որ նոր է մորթված մեր այս ճագարը, մենք մի փոքր կլվանանք աղբյուրի մաքուր ջրով եւ հետո կսկսենք մասնատել։ Հիմա մենք լվանում ենք մեր ճագարը, այսքանը թերևս բավարար է, եւ կսկսենք նրա մասնատման պրոցեսը։ Մենք հիշում ենք, որ գոյություն ունի մեր բառապաշարում երկու եզրույթ, երկու տերմին՝ ճագար եւ նապաստակ։ Որն է դրանց տարբերությունը։ Հաճախ խառնում են եւ ասում են մենք մատուցում ենք նապաստակի միս, բայց նապաստակը պիտի հիշենք, որ դա վայրին է եւ նապաստակից հնարավոր է ստանալ միայն կարմիր միս։ Իսկ մենք այստեղ կօգտագործենք ճագար, որը պահվել է տնային պայմաններում։ Հիմա մենք ինչ ենք անում մասնատելու համար։ Առաջին այսպես բաժանում ենք։ Հիմա այս մասը, որ մի քիչ ավելի քիչ էր կտրված, կօգտագործենք սպիտակի համար, այս մասը կօգտագործենք կարմիրի համար։ Բայց մինչ այդ մենք պատրաստենք մեր կրակը, որպեսզի ժամանակ չկորցնենք, որովհետև նկատում եք, որ եղանակը ինքնին արդեն իսկ խորը աշնանային է, աշնանը հայտնի է, որ ինքը շուտ է մթնում եւ մեր մեծերից մեկի, թերևս մեր ամենամեծ գրողի Հովհաննես Թումանյանի բառերը, երբ ասում են մթնեց եւ ծերունին լուրջ հարչարանքով մի քանի կոճղ դրեց կրակին։ Հիշում եք, որ այդպես սկսում է հառաչանքը, որպեսզի չհառաչեն մեր ստեղծագործական խմբի անդամները, մասնավորապես նրա ռեժիսորը եւ օպերատորները մեր լույսի, բնական լույսի բացակայեցից մենք առաջին հերթին կրակը կվառենք, որից հետո կանցնենք իհարկե մնացած գործողություններին։ Մենք հիմա կմասնատենք առաջին մեր սպիտակ ճագարը արդեն մասնատեցինք, հիմա կանցնենք կարմիրին։ Հիմա մենք այս մեկ թավայի մեջ կպատրաստենք սոխարածը։ Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի, որպեսզի մեր տնական կարագի մոտ կեսը օգտագործելով մենք սոխարած ստանանք։ Սոխը գիտեք, որ մեր շատ օգտակար է եւ մսի հետ կապված ցանկացած ուտեստի մեջ սոխը օգտագործում է։ Տվյալ դեպքում մենք սոխը կօգտագործենք որպես սոխերած։ Սոխերածները գիտեք, որ շատ լավ պատրաստում էին մեր
տատիկները, ինչու են լավ պատրաստում, որովհետև իրենք գիտեն, որ այն կարագը, որ օգտագործում են, պիտի համով լինի եւ բնական կովի կաթից, այլ ոչ թե ժամանակակից տարբեր հավելումներով, հիմնականում բուսական յուղեր, կոկոսի յուղ եւ այլն։ Եվ մենք էլ ենք օգտագործում տնական խնոց ու կարագ այստեղ եւ ընդհանրապես մեր խոհանոցում օգտագործում ենք բացառապես բնական մթերքներ, որովհետեւ մենք հարգում ենք նաեւ մեր հեռուստադիտողին։ Սոխը այսպես կեղևահան ենք անում։ Սոխը գիտեք, որ նաև հետաքրքիր լուծումներ ունի մեր ազգագրության մեջ։ Հիշում ենք նաև, որ զատիկի նույնիսկ ձուն ներկելու ժամանակ օգտագործում են սոխի կճեպները հետաքրքիր գույն ստանալու համար եւ ընդհանրապես սոխը եւ սխտորը հազարամյակներ շարունակ մեր խոհանոցի անբաժան մասն են եւ հիմա հետաքրքիր ձևով իհարկե իրենք օգտագործում են։ Հիմա մենք կալյուրապատ ենք, այսքանը բավարար է, այս մեկին նույնպես ալյուրապատում ենք, աղ ենք ավելացնում, մոտորապես կեսը այստեղ, կեսը այստեղ, հիմա կխառնենք, ահա, հրաշալի, այսպես, մենք հիմա դնում ենք մեր սոխերածը կրակին եւ մենք հիշում ենք, որ նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ցույց տվեցինք, որ մեր լոռեցիները եւ ընդհանրապես անտառի ժողովուրդը ինչ են անում, որտեղ որ հացկերույթի վայրեր են, այնտեղ պահում են ոչ միայն աղ, լուցկի, այլ նաեւ շամփուրներ եւ չնայած մենք խորոված չենք անում, բայց մեր շամփուրները կօգտագործենք, հիմա սոխարածի համար կօգտագործենք։ Հիմա տեղադրում ենք մեր թավան եւ կսպասենք մինչեւ սոխարածը կլինի, հետո իրան կկիսենք երկու մասի, սպիտակ եւ կարմիր ճագարների համար, մի մասը կթողնենք այստեղ, սպիտակ մասի համար, կարմիր մասի համար կտեղափոխենք մեր մյուս թավայի մեջ եւ կշարունակենք մեր ուտեստի պատրաստումը։ Հիմա մենք բերում ենք նաև մեր երկրորդ թավան եւ հիմա սոխարածի մի մասը կտեղափոխենք այստեղ, տաք է մի քիչ եւ մեր ավանդական լավաշը մեզ կօգնի։ Լավաշը, ինչպես արդեն բացահայտել ենք մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ, կարող ենք նաև որպես բռնիչ օգտագործել։ Իհարկե կրակի համը ավելի լավ է տալիս եւ մի մասը մեր սոխարածի կտեղափոխենք այստեղ, մոտավորապես կեսը, ահա, ահավասիկ, եւ հիմա շամփուրները ճիշտ դասավորենք կամ կարող ենք իրար կողքին նույնիսկ դնել, ահա այսպես, այստեղ կտեղափոխենք մնացած ճագարը, կթողնենք, որպեսզի երկու կողմից նրանք կեղևապատվեն մեր ճագարները։ Այստեղ մենք օգտագործենք տապակման սկզբունքը սկզբից, իսկ հետո արդեն խաշելու։
Այս մի թավան դեռ բավարար չափով չի տաքացել, որովհետև ուշ ենք իրեն վրան դրել։ Մեր արդեն իսկ պատրաստ է սպիտակ մասը։ Դրա համար մենք ավելացնում ենք այստեղ սպիտակ գինին։ Ավելացնում ենք թթվասերը։ Ինքը գիտեք, մեր տնական այսպես արաժանն է կամ սերուցքը։ Այս սպիտակի մեջ լցնում ենք նաև 3 ճուղ, ինքը միջազգային տերմինով ասում ենք ռոզմարին, բայց հայերեն շատ գեղեցիկ բառ կա, 2 բառ կա, ծոթրին եւ խնկունի։ Խնկունին ենք ավելացնում, որ շատ յուրահատուկ համ կտա։ Եվ անցնում ենք մեր կարմիր ճագարին։ Կարմիրի համար մենք լոլիկ կավելացնենք, քանի որ ինքը կարմիր է։ Սիրելի հեռուստադիտող, ավարտին հասավ մեր հերթական հաղորդումը, որ տարբերվում էր մեր մնացած հաղորդումներից, նրանով, որ մեկ հաղորդման շրջանակներում մենք նկարահանեցինք 2 ուտեստի պատրաստում։ 2 ուտեստն պատրաստված էր 1 ճագարից, նրա 2 մասերից։ Մեկի դեպքում մենք օգտագործեցինք այսպես սպիտակ թանձրուկը, մյուսի դեպքում կարմիր թանձրուկը, այդ իսկ պատճառով իմ ձեռքին 2 հաց է, մեր ավանդական լավաշը եւ այս հացը, որ մենք ստանում ենք Աղթալայի մեր նուռիկ կենտրոնում, ինքը քնջութապատ հաց է, այն մենք պատրաստում ենք առանց խմորիչների, այն պատրաստում ենք բնական թթխմորից, գայլուկի եւ հմուլի հիման վրա եւ մենք պատրաստվում ենք պատրաստել մոտ 20 տեսակի հաց եւ այն մատուցել։ Պետք է ասեմ, որ մենք հայրս ունենք ոչ միայն խոհարական լավավանդույթներ, այլ նաեւ հացի հետ կապված լավավանդույթներ եւ պատահական չի, որ հայրս ունեցել ենք շուրջ 189 նկարագրված հացի տեսակ։ Իսկ այժմ տեսնենք ինչ վիճակում են մեր կարմիր եւ սպիտակ ճագարները։ Դատելով գույներից պետք է ասեմ, որ մեր սպիտակը իհարկե մի քիչ դարչնագույն է դարձել, որովհետեւ ինքը մեր կրակը բավականին ուժեղ էր, բայց սա ավելի հաճելի է, որովհետեւ ինքը դարձել է շոկոլադի գույն, իսկ կարմիրը բնականաբար պահպանել է։ Պետք է ասեմ, որ ճագարը ինքնին իր համային, իր կազմվածքային առումով շատ մոտ է թռչնամսին եւ նույն չափ նաեւ ինքը դիետիկ է բնականաբար եւ նրա պատրաստումն էլ շատ երկար չի տևում, շատ կարճ է տևում, ինչպես որ հավի եւ մնացած թռչնամթերքի պատրաստումը եւ նույն չափ ինքը բնականաբար նաեւ օգտակար է։ Հիմա մենք կփորձենք առաջինը վերցնել այս կարմիր հատվածից եւ քանի որ իրան կտորները մեծ են, մի փոքրիկ կտոր այսպես կբաժանենք դանակով։ Ահա բաժանում ենք։ Եվ տեսնում ենք, որ ինքը արդեն իսկ իր ավարտին հասել է։ Այսպես բաժանեցինք։ Կարծես թե կարմիրները չեն հանձնվում, բայց ոչ, հանձնվեցին։ Ահա տեսնում եք, որ ինքը եփել է եւ իրեն հատուկ սպիտակ գույն է ստացել, որ պիտի ստանար։ Հիմա փորձում ենք սրա համային հատկանիշները։
թե թանձրուկը ինքը, թե միսը ինքը բավականին հետաքրքիր եւ հարուստ համ ունեն եւ շատ համեղ է։ Հիմա անցում կատարենք մեր սպիտակ ճագարին, վերցնենք այս կտորը, ահավասիկ, մի փոքր հատված կտրենք, մենք տեսնում ենք, որ այս սպիտակ ճագարի ներսը նույնպես բավականին սպիտակ է, դա նշանակում է, որ ինքը եփել է եւ հիմա սա փորձենք։ Փորձենք այս հատվածը։ Սա ավելի նրբահամ է, որովհետև այստեղ մենք օգտագործել ենք ինչպես կաթի սերը կամ ինչպես ժողովուրդն է ասում արաժանը, նաև զգացվում է ծոտրինի համը եւ ինքը բավականին հարուստ եւ հետաքրքիր համ ունի։ Այս երկու ուտեստներն մենք խորհուրդ կտայինք ուտելիս օգտագործել համապատասխան գինիներ, համապատասխանաբար սպիտակ ճագարի դեպքում բնականաբար սպիտակ գինի, կարմիր ճագարի դեպքում բնականաբար կարմիր գինի։ Հերթական անգամ Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդումն էր, հրաշագեղ բնության գրկում, դուք տեսնում եք հրաշագեղ տաղավարներ, հրաշագեղ աշուն է եւ այս հրաշալի հաղորդումը մենք սիրով պատրաստեցինք մեր հեռուստադիտողի համար։ Կհանդիպենք հերթական անգամ մեկ շաբաթ անց կրկին անգամ Երկիր մեդիայի եթերում։